Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Երվանդ Վարոսյանի նախաձեռնությամբ ավելի քան 10 տարի իրականացնում է մենակատարների շքերթ մրցույթ փառատոնը, որը մեկնարկեց նաեւ այս տարի դառնալով երիտասարդ երաժիշտների բացահայտման ու խրախուսման կարևոր հարթակ։ Գաղափարի կարևորությունը չի վրիպել նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աչքից։ Ծրագիրն այս տարի իրականացվում է նախարարության ֆինանսավորմամբ։ Ակնկալում ենք, որ այն փոքրիկը, որ բեմ է բարձրանալու այսօր, փուլերը հաղթահարելուց հետո կունենա հնարավորություն նվագախմբի հետ մեծ բեմերում, արդեն 2 բեմ Գյումրիում եւ հուսանք նաև Դիլիջանում կունենանք շատ գեղեցիկ համերգային ծրագիր։ Մշակույթի նախարարությունը հավանություն տվեց մեր ծրագրին եւ մենք փորձեցինք ավելի մեծ ֆորմատով լսումներ կազմակերպել բոլոր դպրոցներից 4 անվանակարգ դաշնակահարներ, դաշնամուրային բաժին, լարային բաժին, ջութակահարներ, թավջութակահարներ, ակադեմիական երգեցողություն եւ փողային բաժին։ Փառատոնի մեկնարկային օրը բեմ բարձրացան տարբեր երաժշտական դպրոցների սաները։ Երիտասարդ կատարողները ներկայացրին իրենց հմտությունները, իսկ մասնագիտական ժյուրին գնահատեց նրանց ելույթները։ Ծրագրի հեղինակների համոզմամբ այս փառատոնը պատանի երաժիշտների համար առաջին մեծ փորձությունն է, առաջին լուրջ բեմը եւ սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալու բացառիկ հնարավորություն։ Տարիների ընթացքում մենակատարների շքերթը արդեն տվել է իր արդյունքները։ Նախկին մասնակիցներից մի քանիսն այսօր արդեն համալրում են Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի շարքերը։ Ես ուղղակի չեմ հիշում առաջի շքերթի երբ եղել, բայց հիշում եմ, որ շքերթի մասնագիծ երեխաներից այժմ նստած սիմֆոնիկ նվագախմբում նվագում են։ Կարող եմ նույնիսկ հիշեմ Անահիտ Զաքարյան, Ազատ Հարությունյան, այո, աշակերտի տաղանդը հնարավորություն տվեցինք եւ ինչ որտեղ նաեւ ստացանք արդյունքը։ Այսինքն աշակերտը այդ կատարողը այժմ համալրել է սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների շարքեր։ Նվագախմբի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի խոսքով ծրագիրը կարևոր է ոչ միայն մրցութային տեսանկյունից, այլ նաև մասնագիտական կողմնորոշման համար։ Երբ երեխան բեմ է բարձրանում նվագախմբի հետ, ավելի վստահ է պատկերացնում իր ապագան երաժշտարվեստում։ Կրթություն, երաժշտական դպրոց, այդ գեղագիտական դաստիարակությունը, որ տալիս է երաժշտությունը, բացի այդ երեխան նաև կհասկանա, որ երաժշտությունը նաև հետագայում իր մասնագիտությունն է եւ այդ մասնագիտությունը կկարողանա մեծ բեմեր, մեծ նվագախմբեր համատեղել եւ ունենալ շատ գեղեցիկ համերգային ծրագիր։ Լսումների ընթացքին հետևում է նաև ոլորտի հեղինակավոր մասնագետներից կազմված ժյուրին։ Նրանց թվում է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, ով նման նախաձեռնությունները կարևորում է սերունդների մեջ կապ ստեղծելու տեսանկյունից։ Շատ կարևոր է սերունդակապ ստեղծելը եւ սերունդակապ մենք արդեն կյանքի փորձ անցած երաժիշտներս պիտի ստեղծենք այս ելույթները, այս մրցույթները, որ իրականացնում են, մենք ի հայտ ենք բերում, թե ինչ սերունդ է գալիս ապագայում մեզ փոխարինելու։ Լսումների փուլը կշարունակվի մինչև ապրիլի 30-ը, լավագույն մասնակիցները հնարավորություն կստանան հանդես գալ գալա համերգում, արդեն Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Այն աշխատանքը, որ նվագախումբը պիտի տանի երեխաների հետ, բավականին լուրջ աշխատանք է եւ մենք արդեն կարող ենք ամուր հիմքի վրա կանգնելով ասենք, որ այս ծրագիրը կունենա շարունակություն, եթե իհարկե կա նաև պետական հոգացություն։ Մենակատարների շքերթը տարիների ընթացքում դարձել է քաղաքի մշակութային կյանքի սպասված իրադարձություններից մեկը, նոր անուններ բացահայտելու եւ դասական արվեստի նկատմամբ սեր ձևավորելու կարևոր առաքելությամբ։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։